Մեծարգո պարոն փոխնախագահ J.D. Vance, ԱՄՆ պատվիրակության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, մեծագույն պատիվ է այսօր հյուրընկալել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս այցը ունի հիրավի պատմական եւ խորհրդանշական կարեւորություն։ Սա ԱՄՆ փոխնախագահի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն։ Այն տեղի է ունենում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման աննախադեպ իրողությունների պայմաններում եւ արտացոլում է Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված ամուր եւ ռազմավարական գործընկերության խորությունը։ Հարգելի պարոն փոխնախագահ, 2025 թվականի փետրվարի 7-ին Սպիտակ տանը մեր ունեցած առաջին հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունեցավ հետագա իրադարձությունների համար։ Օգտվելով առիթից ցանկանում եմ եւս մեկ անգամ արտահայտել Հայաստանի Հանրապետության կառավարության երախտագիտությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ պարոն Դոնալդ Թրամփին ու նաեւ ձեզ 2025 թվականի օգոստոսի 7-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի կազմակերպման համար, որով մենք լուրջ զարկ տվեցինք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից հետո ես եւ նախագահ Ալիևը նախագահ Թրամփին համատեղ նամակով առաջադրել ենք խաղաղության Նոբելյան մրցանակի եւ մեծ հույս ունեմ, որ նախագահը արդարացիորեն կարժանանա 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին։ Փոխնախագահ J.D. Vance-ի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման եւ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Պարոն Vance-ին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում եւ Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։ Այս առիթով վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունը աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության եւ խաղաղարար առաքելությանը, այդ թվում խաղաղության խորհրդի գործունեությանը, որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել սույն թվականի հունվարի 22-ին Դավոսում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում։ Ուզում եմ նաև նշել, որ ստացել եմ եւ սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը սեպտեմբերի 19-ին մասնակցելու խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Իսկ փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի հետեւողական իրագործման կարեւորությունը, համաձայն սույն թվականի հունվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջև ստորագրված TRIP ծրագրի իրագործման շրջանակի։ Վերահաստատել են, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենդներից ունենալու է նաև տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն, զարգացնելով արևմուտքից արևելք անխոչնդոտ հաղորդակցությունը։ Մեր գոհունակությունն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։ Պարոն Vance-ի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները, որպես Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարևորագույն գրավականներ։ Կարծում եմ, այս համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։ Համատեղ արձանագրել ենք նաև երկկողմ հարաբերություններում ունեցած նշանակալի ձեռքբերումները, այդ թվում արհեստական բանականության եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։ Գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև կիսահաղորդիչների եւ արհեստական բանականությունների ոլորտում
Կնքած հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան եւ տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ հաստատվել է դեպի Հայաստան Nvidia ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբականակի արտանման թույլտվությունների տրամադրումը։ Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ձևավորված սերտ եւ թափանցիկ համագործակցությունը թույլ կտա ել ավելի զարգացնել եւ ամրապնդել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը։ Բացի դա, փոխնախագահ Վենսի հետ այսօր ստորագրեցինք քիչ առաջ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին 123 կոչվող համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարությունը։ Այս համաձայնագիրը նորեջ կբացի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ։ Իմ երախտագիտությունն եմ հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած երկարամյա աջակցության համար եւ պատրաստակամություն եմ հայտնել ել ավելի զարգացնելու ոլորտային համագործակցությունը երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով։ Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև Հայաստան-ԱՄՆ ռազմական եւ պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցությանը եւ արդեն 3 տարի անմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։ Արձանագրել ենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակադրված են զարգացնել փոխշահավետ գործընկերությունը կարևորագույն հանածոների եւ հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման եւ մատակարարման շղթաների ապահովման ուղղությամբ։ Բնականաբար անդրադարձել ենք նաև Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված երկարամյա աջակցության շարունակությանը, մասնավորապես Հայաստանի պետական կառույցների հզորացման եւ նրանց կարողությունների զարգացման հարցերին։ Վերջինիս առնչությամբ կարևորել եմ նաև Խաղաղության խաչմերուկ ծրագրի կարողությունների զարգացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Երկուստեղ ընդգծել ենք, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ, եւ պատրաստակամություն ենք հայտնել ել ավելի զարգացնել դրանք իշահ մեր ժողովուրդների։ Մեծարգո, պարոն փոխնախագահ, ցանկանում եմ վերստին ողջունել ձեզ, ձեր տիկնոջը, հարգելի Ուշա Վենսին եւ ձեր գեղեցիկ ընտանիքին, ձեզ ասում եմ բարի գալուստ Հայաստան եւ մեր շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կուռ կապերը ել ավելի զարգացնելու ձեր պատրաստակամության եւ անձնական ներդրման համար։ Շնորհակալ եմ։ Well, thank you, Mr. Prime Minister. It's great to be here in Armenia. Վարչապետ, շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար եւ հատկապես շնորհակալ եմ, որ երկրորդ տիկնոջը Ուշա Վենսին նկարագրեցիք որպես մեծարգո եւ երևի ապագայում նա արդեն սպասելիքներ, ակնկալիքներ ստեղծեցիք։ Սա շատ հիասքանչ երկիր է, որի հետ համագործակցություն is very proud to have a great relationship with. And I know that President Trump sends his best regards both to you personally, but also to the people of Armenia. And what President Trump and the Prime Minister have accomplished together is really visionary. Peace is not made by cautious people. Peace is not made by people who are too focused on the past. Peace is made by people who are focused on the future. And because the Prime Minister made such great progress and has had such a great relationship with both me and the President of the United States, we're not just making peace for our
աշխատելով մենք ոչ միայն խաղաղություն ենք Հայաստանի համար կերտում միասին, այլ նաև բարգավաճում ԱՄՆ-ի հետ միասին։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաներ, որոնք որ առանց ձեր առաջատարության, առանց ձեր հանձնառությունների հնարավոր չէր լինի, ինչպես նաև առանց մեր երկրի նախագահի առաջատարության։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների գործընկերության համար։ Ես ուզում եմ մի քանի բան հայտարարեմ, պարոն վարչապետը արդեն դա նշեց, բայց եւս անգամ ընդգծեմ եւ թե ինչի վրա ենք շարունակելու աշխատել։ Նախ եւ առաջ, ինչպես նա նշեց, այս հիասքանչ տեխնիկական համաձայնագիրը ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց Nvidia ընկերության համար, դա ինչ է նշանակում, նոր շուկաներ, նոր աշխատանք, ինչպես ամերիկյան աշխատուժի եւ ընկերությունների համար, այլ նաև Հայաստանի։ Սա չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, գոյություն չունեն, չեն էլ կարող լինել։ Հիմա այստեղ կառուցվելու են եւ արդեն կառուցվում են այստեղ Հայաստանում վարչապետի առաջատարության հետևանքով եւ իրոք շատ շնորհակալ ենք վարչապետին եւ Հայաստանի ժողովրդին նաեւ հապարտ ենք հայտարարելու, որ մեր պետությունները ավարտել են 1-2-3 քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում, երբ որ սա արդեն հունի մեջ մտնի, սա մի ճանապարհ կբացի ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար ապագա ծրագրերի սկզբնական 5 միլիարդ մոտ գումարի մասին ենք խոսում ներդրումների հետագայում, երկրորդ փուլում եւս 4 միլիարդ, սա այստեղ փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար եւ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության եւ նաեւ ստեղծելու է շատ աշխատատեղեր եւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր, կրկնում եմ, սա այն դեպքն է, որ շատ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է վստահ զգում, այնքան վստահ, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր եւ ելի ի պատիվ ձեր վարչապետի առաջատարության։ TRIP պայմանագրի հետ ծանոթ եք, որը որ կբերի արմատական տրանսֆորմացիա այս տարածաշրջան, բայց այնուամենայնիվ ասեմ, մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի եւ էներգիայի հոսքի այս տարածաշրջանում եւ աննախադեպ կապ կապահովի Հայաստանի եւ հարևան երկրների միջև սա հոյակապը եւ ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց սա նաեւ կնպաստի խաղաղության գործընթացին, երբ որ դու կապում ես էներգետիկ ոլորտը, տնտեսությունը եւ այլ, սա նպաստում է։ Մենք խաղաղությունը ոչ թե ուզում ենք սարքել, խաղաղություն կերտել, մենք ուզում ենք, որպեսզի այդ կերտված խաղաղությունը գոյատևի։ Շատ բան կա հայտարարելու, շատ բավականին լի օրակարգ ունենք։ TRIP հիմնադրամը ինչ է անելու, դա նշանակում է, որ ԱՀԿ-ին մեծ քանակով մասնավոր կապիտալ հոսելու է այստեղ, որպեսզի այն փոխշահկապակցվածություն ստեղծի։ Նաև ես շատ ուրախ էի, որ մի 2 րոպե առաջ պարոն վարչապետը նշեց, որ այն նոր դրոն տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ լավագույն ձևը ապահովելու խաղաղություն, որ դրա որպեսզի լավագույն տեխնոլոգիաները ռազմական աշխարհի տարածվի եւ տեղադրվի եւ ԱՄՆ-ն ունի եւ հիմա մենք 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար եւ մեր լավ բարեկամ վարչապետի եւ մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որ պետք է կերտվի, կմնա կայուն կլինի։ Դա նշանակում է ապագա հետագա լրացուցիչ աշխատատեղերի բացում, լրացուցիչ ներդրումներ։ Թույլ տվեք ասել, այնինչ որ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի։ Ես իրոք հպարտ եմ, որ ես Միացյալ Նահանգների առաջին
փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում եմ այս երկիր եւ ես սպասում եմ վաղվա օրվան, որ ես մի քիչ կանցկացնեմ ձեր երկրում։ Սա ամբողջ աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից, պետություններից մեկն է։ Ես ինքս անձամբ քրիստոնյա եմ եւ ես գիտեմ, թե այս երկիրը ինչ է նշանակում ամբողջ աշխարհի համար եւ այն կրոնի համար, որ մենք երկուսով դավանում ենք։ Պարոն վարչապետ, շատ շնորհակալություն ձեր համագործակցության համար եւ նախագահ Թրամփը եւ ես շատ նվիրված ենք այս համագործակցությունը ամրապնդելու գործում։